ասված եմ, հիմա ձեզնից շատերը հարցնում են, իսկ ինչու Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է եւ վերջ։ Արցախցիներն այսօրվա Հայաստանի ամենախոցելի շերտերից են։ Նրանք թողեցին իրենց տները երբեմն առանց միշորի, առանց փաստաթղթի, միայն հին տան լուսանկարը սրտի գրպանում եկան Հայաստան։ Եկան Հայաստան օտարացած, բայց հույսով, որ չեն կորել, որ իրենց տունը դեռ Հայաստանում է։ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստան հասան առաջին տեղահանված արցախցիները։ Նրանք հայտնվեցին Հայաստանում, սակայն իրենց համար ավելի մեծ վտանգ դարձավ այս նոր իրականությունը։ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, ասաց, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների կարգավիճակը շատ կարևոր հարց է։ Ընդգծեց, որ կառավարության վաղվա նիստում կընդունվի որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Նաև Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը եւ եղբայրները կունենան հնարավորություն դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար եւ բնականաբար մենք հնարավոր արագ ձևերով այդ հարցերը կլուծենք։ Նույն թվականի հոկտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում գրեց, որ Արցախից տեղահանվածներին աջակցելու համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է շուրջ $100 միլիոն։ Հաստատի Լեռնային Ղարաբաղի բնակիչները այսօր հնարավորություն չունեն վերադառնալու իրենց մշտական բնակության երկիր։ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակը եւ դրանով նաեւ նրանց իրավունքների ու պարտականությունների շրջանակը։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք օրենքի ուժով դառնում են փախստական եւ օգտվում են փախստականների համար օրենքով եւ միջազգային կոնվենցիաներով, այդ թվում փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայով նախատեսված իրավունքներից։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձեռնամուխ լինել նրանց իրավունքների եւ օրինական շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը։ Ողջ վերոգրյալի հաշվառմամբ խնդրում եմ հաստատել նախագիծը։ Շնորհակալություն։ Արցախցիները Հայաստանում բախվում են նաև անձնագրային խնդիրների։ Բանն այն է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության նոր անձնագիր չեն ստանա, քանի դեռ չունեն Հայաստանի Հանրապետության հաշվառում։ Չնայած այս ամենին, Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերի 25-ի կառավարության նիստում նաև վստահեցրել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները հնարավորություն կունենան դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Սակայն հիմա հաշվարկում են ինչքան փող կար, ինչքան է մնացել, ում տալ եւ ում ոչ։ Հիմա աջակցության ծրագրերը մեկը մյուսի ետևից կրճատվում են։ Ինչ տնենք, ինչպես անվանենք, եթե մենք պետք է 50,000 դրամ տանք մեկ մարդու, որ 400,000 դրամ աշխատավարձ է ստանում։ Այդ հարցի պատասխանը որևէ մեկը կարող է տալ։ Սեպտեմբերի 19-ին փախած մարդուն ասում են ժամանակը լրացել է։ Աշխատանք դեռ չգտած մարդուն ասում են աջակցությունն ավարտված է։ Խոստումն ավելի ծանր է, երբ դրա վրա են հենվում մարդիկ, ում տունը չկա։ Խոստումները միայն խոսքեր չեն, երբ դրանց վրա հույս են դնում հազարավոր մարդիկ։ Հիմա այդ խոսքերը խամրում են, երբ քաղաքական կամքը չի հետևում դրանց։ Հաշվի առնելով ինչ կարգավիճակում կամ ինչ ձևով ենք մենք արցախցիներս դուրս եկել Արցախից, բոլորը տեղյակ եք, բռնի տեղահանված, ցեղասպանության առաջ կանգնված վտանգներից, ժողովուրդը մի կերպ փրկվելով հասել է մայր Հայաստան։ Իշխանության կողմից եղել է հաշվի առնելով իրաց մեղքով այդ իրավիճակում հայտնված ժողովրդին տարբեր առաջարկներ, տարբեր մոտեցումներ, բայց բոլոր այդ առաջարկները, բոլոր այդ մոտեցումները սկզբնական շրջանում հանրության կողմից, ժողովրդի կողմից ընդունվել է, որ իրոք կիրականացվի մի բարենպաստ բան, ապրելակերպու հնարավորություն, որ մարդկանց կողմից արդեն հետագա ստեղ մնալու, ոչ արտագաղթելու հիմքեր կտա, բայց ցավոք սրտի այդ տարօկեսվա ընթացքում այն խոստումները, այն աջակցությունները, որ պետության կողմից եղել է որպես աջակցություն
ժողովրդի նկատմամբ ինչքան գնում է օրեցօր տարի, հեսա 2 տարի է դառնում, դա ավելի ծանր, ավելի լուրջ հետևանքներ է թողում, որ ժողովրդի մի մասն էլ էլի նորից արտագաղթվի։ Չնայած Հայաստանի Հանրապետության իշխանությունները արցախահայության, Արցախ վերադառնալու, արցախահայության իրավունքները պաշտպանության հարցը փակված են համարում, հայ ժողովրդի, արցախահայության, միջազգային հանրության, իրավական ակադեմիական մի շարք շրջանակների համար այս հարցը ամենևին էլ փակ չէ։ Տուն հիմնադրամը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2024 թվականին, 23 թվականի հայտի դեպքերից հետո, երբ ավելի քան 120,000 արցախցի ստիպված էին լքել իրենց ծննդավայրը, մենք մեր գործընկերոջ Միխայել Վեկլենկոյի հետ միասին նպատակային գտանք ստեղծել տուն հիմնադրամը, որպեսզի աջակցենք արցախցիներին, արցախահայությանը այստեղ Հայաստանում իրենց նոր տունը ունենան։ Այդ շրջանակներում ստեղծեցինք հիմնադրամը եւ նախնական շահառուների ցանկ ընտրեցինք։ Այս ընթացքում ձևավորեցինք համագործակցության մեծ շրջանակ, այդ թվում հատկապես Ագրոնետ հիմնադրամի հետ, ում հետ այժմ համագործակցում ենք եւ նպատակ ունենք շուրջ 30 արցախցի ընտանիքների համար Երևանից շուրջ 17 կիլոմետր հեռավորության վրա բնակավայրում էկոգյուղ հիմնել, որտեղ արցախցիները հնարավորություն կունենան զբաղվել եւ գյուղատնտեսությամբ, մասնավորապես ջերմոցային տնտեսության մշակմամբ եւ իրենց տունը կունենան։ 2023 թվականին, երբ արցախցիները բռնի տեղահանվեցին Հայաստան, կառավարությունը խոստումներ էր տալիս, որ աջակցության ծրագրեր կլինեն, սակայն այսօր աջակցության ծրագրերը մեկը մյուսի հետևից կրճատվում են։ Ինչպես եք սա գնահատում, ինչով է պայմանավորված այս կրճատումները մեկը մյուսի հետևից։ Օրինակ կրճատվում են սոցիալական ծրագրերը, բնակարանային ապահովման ծրագրերը։ Պետք է փաստենք, որ մարդկանց սպասելիքները եւ իրականությունը բավականաչափ հեռու են իրարից։ Մենք կարող ենք պատմականորեն տեսնել, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորի ճանապարհից անցել եւ հասել նրան, երբ ամենաբարձր մակարդակում ասում են գնացեք ձեր տները կամ գնացեք որտեղ որ ուզում եք ապրեք կամ մնայիք ձեր Արցախը պաշտպանեիք։ Մի ամբողջական դեգրադացիա է այդ առումով տեղի ունեցել։ Պետք չէ ժխտել այն իրականությունը, որ այսօր արցախցիները խնդիր ունեն կեցության, տեղահանումից հետո շուրջ 30,000 արցախցի լքել է Հայաստանը, ճիշտ է նրանց մի մասը նորմալ բարեկեցություն չգտնելուց հետո նորից վերադարձել է Հայաստան, բայց մենք արդեն անդառնալի 15,000-ից ավել արցախցի ունենք կորցած, ինչ պատմականորեն մի երկրորդ ցավն է Արցախի կորուստից հետո, դա արցախահայության կորուստն է Հայաստանի համար, երբ մենք խոսում ենք մեր պետության զարգացման, նրա ապագայի, մեր բնակության, բնական աճի եւ այլնի մասին, պետք է հիշել, որ դրա մի ամբողջական մաս է կազմում նաեւ արցախահայությունը, ով այսօր ստիպված է ընտրել օտարության ճանապարհի եւ Հայաստանի Հանրապետությունում ոչ բարվոք ապրելու միջև ու երբ հիշում ենք 23 թվականին, թե ինչպես էին ամենաբարձր մակարդակում հայտարարում, որ մեր հայրենակիցների համար այստեղ բոլոր պայմանները կստեղծվեն, իսկ դրանից հետո մենք իրականությունը տեսնում ենք, որ այդ ծրագրերը, ինչպես դուք նշեցիք, կրճատվում են։ Տեսեք, այնինչ արվել է, պետք չէ ժխտել, հսկայական մեծ աշխատանք է կատարվել թե պետության, թե մեր քաղաքացիների կողմից արցախահայության աջակցելու համար, սակայն եթե հետևում ենք ժամանակագրությանը, ապա արցախահայության բնակարանային ապահովման ծրագիրը հաստատվել է նրանց տեղահանումից 1 տարուց ավել ժամկետից հետո, այսինքն երբ սկսել են զուգահեռ կրճատվել բնակապահովման ծրագրերը, այսինքն դեռևս բնակապահովման ծրագրերը չսկսած եւ դեռևս մարդկանց համար տուն կառուցելու process-ը չսկսած, երբ ընդամենը 60 թե 70 ընտանիք են կարողացել օգտվել այդ ծրագրից, պետության կողմից կրճատվում են ապահովման ծրագրերը, ինչը ժամանակագրային առումով ոչ մի տիպի իրականությունը չի արտահայտում։ Ապագայի նկատմամբ անհույս հայացքներով արցախցիները դեռ սպասում են, բայց հաճախ թվում է, որ ոչ պետությունը, ոչ հասարակությունը պատրաստ չեն նրանց ընդունել եւ աջակցել։ Պետությունը արցախցիներին դիտում է որպես սպառնալիք, եւ այս ամենն արվում է նրա համար, որ վերջիններս ընտրեն գաղթի ճանապարհը։ Չէ՞ որ ըստ քաղաքային իշխանությունների արցախցիները սպառնալիք են 2026 թվականի ընտրություններում։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։